Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի հավատամքը ճշմարտացիությունն է, արդարամտությունն ու անկողմնակալությունը։ Ես Վահե Ղազարյանս ու գործընկերներս այդ չափանիշներով ենք փորձում հաղթել անօրինականությանը, ամենաթողությանն ու անհանդուրժողականությանը։ Հակառակ դեպքում չկա նպատակ, հետևաբար նաև գործունեություն։ Նախորդ շաբաթ Կապանում բրուցելոզով հիվանդանալու փաստ արձանագրվեց։ Հիվանդանոց տեղափոխվեց Սպանդանոցի 16 աշխատակից։ Պարզվեց, որ վարակվել են աշխատանքի ժամանակ։ Բրուցելոզի մասին մենք արդեն խոսել ենք, այն տարածված է ոչ միայն Հայաստանում։ Մեր տեղեկություններով ներկայում մեր երկրում խոշոր եղջերավորների այդ հիվանդության օջախ կա միայն Կոտայքում, Գեղաշենում, որտեղ անասնագլխաքանակը պատվաստվել է։ Սպանդանոցի աշխատակիցների հիվանդության փաստը առիթ էր խոսելու ոչ այնքան բրուցելոզի, որքան սպանդանոցների մասին։ 1-2 տարի հետո Հայաստանում մորթ իրականացվելու է միայն սպանդանոցներում։ Այս մասին հայտարարվեց 2014-ին սպանդի այս տարբերակին անցնելու անհրաժեշտությունը բացատրելով սանիտարահիգիենիկ նորմերի ապահովմամբ։ Այս կերպ նախատեսվում է կանխել վարակված մսի վաճառքը շուկաներում։ Սակայն արդյոք այս մտահղացումը հնարավոր կլինի իրականացնել եւ որն է երաշխիքը, որ շուկաներում ու տաղավարներում որակյալ կյանքին ու առողջությանը չսպառնացող միս կգնենք։ Որոշեցինք բարձել այս եւ մեզ հուզող այլ հարցերը ու նորից համոզվեցինք։ Քանի դեռ գործում է բիզնեսի հայկական ֆենոմենը, երբ տնտեսվարողը կարող է աչք փակել մի շարք գործոնների վրա, միայն թե հնարավորինս շատ եկամուտ ստանալ, մսի անվտանգությունը չի երաշխավորվի անգամ սպանդանոցների ավելացմամբ։ Թեմայի մանրամասները Շուշանիկ Միրզոյանի «Միս կամ կյանք» ռեպորտաժում։ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան 3 սպանդանոց կա։ Դրանց թիվը կավելանա, անասունի մորթը բակերում կարգելվի։ Արդեն այսօր լուրեր են պտտվում, որ մսամթերքի իրացման շուկան մենաշնորհացվելու է։ Սպանդանոցներն են որոշելու անասունի եւ շուկա հանվող մսի գինը։ Այս տարբերակին գյուղացիները դեմ են։ Մտավախություն ունեն, որ սպանդանոցները կստիպեն նվազեցնել կենդանի քաշի գինը։ Սպառողի համար էլ միսը կթանկանա։ Ոշխավի 30 գազը։ Ոսկե այդ մարդը այդքան չաչրվում, այդքան բերում, այդքան դեղ, այդքան շրսկում։ Եվ մի շոկեսոր հազբամ է 28-27 կիլոնոցը 3200 դրամ։ Մետուկ բիոնջեն 1500 դրամ է։ 2 տուկ մեկ օղի։ Ամեն ինչ թանկ, տարածքը թանկ, սարը թանկ, ցաղանում են ֆորմիսներ դիշնի։ Սպանդանոցը լավ է, բայց նայած այնտեղ ով կաշխատի, ոնց կդուքեն, ոնց ճուղացի մատքը լացը ծնել։ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվում է սառեցված միս։ Արդյոք մեր սպառողը չի վճարում թանկ, շատ ավելի թանկ ձեռք բերում տեղական թարմ միսը, նախընտրելով սառեցվածից, այսինքն երբ որ իրականում տեսակավորում կա, երբ որ սպառողը իսկապես գիտակցում է, թե ինչի է վճարում այդ ավելին, հաճախ եւ շատ մեծ տոկոսը մեր սպառողների այդ գումարը վճարում են։ Անասնապահությամբ զբաղվողները կնվազեն, առանց այն էլ միսը էժան են վաճառում։ Վերավաճառողների եկամուտն ավելի մեծ է, պնդում էին մարդիկ։ 1900 դրամ են տանում հիմա հայատից։ Դրանք էլ 2.3, 2.5, 2.8։ Եվ իհարկե չնստան այս մարդը Հայաստանում չի ծախի բնականաբար։ Ասա խոսքի թող 2 կոպեկ էժան է, բայց կտա պարսիկն է։ Նստի լացինիր դարը, որ դու քո ոտով գնացիր ասա իրաց մոտ, ինչ ուզում ես դիկտավատ կանեմ։ Ոնց է մի գյուղացին պամիդոր բերում շուկա տենում են։ Բիրի կառնողները 50 դրամով առնում են, քաղաքում 200 ծախում են։ Ես էլ տենց ու կա պատանեմ դասեն դաբաղա, գույն են լավ չէ, չեք լող Դժգոհություններ ունեն նաև նրանք, ովքեր անասուն գնում, մորթում ու վաճառում են։ Եկամտից կզրկվեն հարյուրավոր նման մարդիկ, եթե իհարկե չապահովեն համապատասխան պայմաններ։ Կանենք կտամ սպանդանոց, ելի փագենք։ Համ տրակը ունեմ, համ ոսորջուն ունեմ, համ տոյուն ունեմ։ Ներկայում համապատասխան կանոնակարգեր են մշակվում, որտեղ կհստակեցվեն, թե ինչպիսի պայմանների պետք է համապատասխանի սպանդի իրականացման լիցենզիայի համար դիմացը։ Լիցենզիա է քավելի մորթի իրականացման։ Այլիցենզիան բանը պիտի խանեն։ Տեսակավորում ասվածը պետք ունենա, այսինքն սպանդանոցային մոտ եւ սպանդային կետում սանիտարական պայմաններում իրականացված մորթը, այստեղ պետությունը հանգիստ կարող է քայլեր ձեռնարկել, տարածքներ տրամադրել, ուղղակի հոսող ջուր, փոս, բետոն եւ տանիք, հատակ եւ տանիք եւ այստեղ հիգիենիկ մորթ իրականացնել։ Յուրաքանչյուր սպանդանոց պետք է գործակցի նաեւ անասնաբույժի հետ։ Մորթի ենթակա ցանկացած անասուն պետք է ստուգվի, հիվանդ է, թե ոչ։ Գյուղացին այս ծրի տոշկեքը երբեք վատ անասուն չի վաճառ, ես մարդ իրակալետներն ունեմ։ Որ հիվանդ տվեց իրան կգտնեն, բայց սպանդանոցից որ հիվանդ գնաց ոչ մեկը չի կարող գտնել։ Սպանդանոցները մարդկանց, մսի սպառողների առողջությունը երաշխավորողներն են։ Կգործի արդյոք այդ մեխանիզմը Հայաստանում։ 10 օր առաջ հայտնի դարձավ, որ բրուցելոզ ախտորոշմամբ Կապանի հիվանդանոց է տեղափոխվել տեղի սպանդանոցի 15 աշխատակից։ Այս առումով հայտարարություն տարածեց նաև սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Բոլորի հիվանդության անամնեզում նշվում է, որ նրանք աշխատում են մորթման
եւ ունեցել են տարբեր վնասվածքներ։ Նշանակում է նախքան սպանդը տվյալ անասունը կամ անասունները բուժզննում չեն անցել, կամ էլ մեղավոր է մեկ այլ կառույց, ով տվել է համապատասխան փաստաթուղթը։ Հետ սպանդային զննությունը բրուցելոզ չես կարող հասկանալ բրուցելոզա թե չէ։ Այսինքն կենթանի պետք է լինի, որ Այսինքն ի սկզբանե առողջ կենթանուց վերցնում են արյունը ենթարկում են լաբորատոր հետազոտություն, հասկանում են առողջ է թե հիվանդ։ Սպանդանոցը ներկայացնում են փաստաթղթ ձեռքբերման, ասում են խնդրեմ, տեսեք, պետության ներկայացուցիչների կողմից այս գլխականակի համար տրվել են ուղեկցող փաստաթղթեր, որ ստուգված են Հանրապետ ծառայությունից են վերցնում այդ թղթերը։ Անաստաբուժակ։ Որն է երաշխիքը, որ հետագայում, երբ սպանդի ծավալները կաճեն, նման դեպքերը չեն կրկնվի։ Տրամաբանությունը հուշում է, եթե սպանդանոցի աշխատակիցները չհիվանդանային, բրուցելիոզով հիվանդ անասունի միսը կհայտնվեր շուկայում։ Գործող կարգով սպանդանոցները կազմակերպվում են գյուղնախարարության թույլտվությամբ, իսկ գործունեությունը վերահսկում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը, բայց ոչ ամեն օր։ Սննդի անվտանգության պետական ծառայությունը սպանդանոցներում ընտրանքային ստուգում կարող է իրականացնել տարեկան մեկ անգամ։ Նախքան սպանդանոց տեղափոխել է կենդանիների առողջական վիճակը ստուգում են անասնաբույժները, իսկ մորթից հետո սպանդանոցների լաբորատորիաները։ Ամենօրյա վերահսկողական գործառույթը վերապահված է հենց սպանդանոցներին։ Դրանք պետք է համապատասխան լաբորատորիաներ ունենան։ Բայց արդյոք դա բավարար է, որ սպառողը հանգիստ շունչ քաշի ու չմտահոգվի իր առողջության համար, չէ՞ որ գործընթացում մի քանի կառույց է ներգրավված։ Սննդի անվտանգության պետական ծառայությունում նշում են, որ ամենօրյա ու ամենժամյա ռեժիմով նախքան մորթն ու մորթից հետո հնարավոր չէ վերահսկել բոլոր սպանդանոցների գործունեությունը։ Մնում է միայն մի ելք՝ խնդրի օրենսդրական կարգավորում, մինչև քրեական պատժի սահմանում։ Քանի դեռ կա մարդկային գործոնը, պետությունը կամ պետք է ուժեղացնի վերահսկողությունը սպանդանոցներում, սահմանելով ամենօրյա հսկողություն, կամ էլ հստակ քրեական պատիժ սահմանի անփույթ աշխատակիցների նկատմամբ։ Այլապես ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի օր Երևանի շուկայում չի հայտնվի բրուցելոզով հիվանդ տավարի միս։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Առողջապահության ոլորտի խնդիրները միշտ մեր ուշադրության կենտրոնում են և պատահական չէ, որ քանիցս անդրադարձել ենք պոլիկլինիկաների գործունեությանը, քանի որ հենց առաջնային ուղղակի պատշաճ աշխատանքի արդյունքում է հնարավոր վախ հայտնաբերել ու կանխարգելել հիվանդությունները։ Պարբերաբար ընդգծելով առաջնային ուղղակի նյութատեխնիկական բազան հագեցնելու, պրոֆեսիոնալ մասնագետներով համալրելու, աշխատավարձները բարձրացնելու անհրաժեշտությունը ուրախալի ենք համարել, որ նույնը ցանկանում են նաև ոլորտի պատասխանատուները։ Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական ծառայությունների կազմակերպման կարգում կատարվել են փոփոխություններ։ Դրանցից ամենաուշագրավն այն է, որ սոցփաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բուժզննում, ինչը սոցփաթեթի մյուս ծառայություններից օգտվելու պարտադիր պայման է։ Չեմ ուզում կրկին ներկայացնել պոլիկլինիկաների խնդիրները, բայց հիմա ստացվում է, որ եթե պոլիկլինիկայում առողջական որևէ խնդիր ձեզ մոտ չհայտնաբերեն, ապա որպես սոցփաթեթի շահառու չեք կարող օգտվել հիվանդանոցային անվճար ծառայություններից։ Կարծում եմ հեռուստադիտողները համամիտ կլինեն, որ անհրաժեշտ էր նախ լուծել բոլոր պոլիկլինիկաները արդիական սարքավորումներով, բարձրակարգ մասնագետներով հագեցվածության խնդիրները, հետո միայն քաղաքացիներին պարտադիր այցելել տալ այդ բուժ հիմնարկներ։ Իսկ ցանկալի ուղեգիր ստանալու համար կոռուպցիոն ռիսկերի մասին էլ չեմ խոսում։ Այս եւ ոչ պակաս մտահոգիչ այլ խնդիրների մասին է Սոնա Դանիելյանի ավելի են խճճել անդրադարձը։ Պարտադիր և պարտադրված, այսպես կարելի է որակել առողջապահության նախարարության վերջին նորամուծությունը սոցփաթեթի շահառուներին տրամադրվող ծառայությունների կարգում։ Խոսքը հունվարի 1-ից գործող պարտադիր կանխարգելիչ բուժզննության մասին է, որը յուրաքանչյուր շահառու պետք է անցնի իրեն սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում հաջորդ տարվա սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար։ Քաղաքացին, որպեսզի իր բանկից կարողանա իր հաշվից փոխանցել գումարներ այդ նպատակներով, նա պետք է ներկայացնի տեղեկանք, որի ձևը սահմանված է, որ նա անցել է կանխարգելիչ պարտադիր բժշկական քննությունը։ Ինչ վերաբերում է իր բժշկական ծառայությունների մնացած մասին, այն հիվանդանոցային ծառայությունների, ապա այստեղ նույնպես հիվանդանոց դիմելուց նա պետք է ներկայացնի այդ տեղեկանքը, որ անցել է կանխարգելիչ քննությունը, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերը, շրջապատի համար վտանգ ներկայացնող որոշակի վարակիչ հիվանդություններով տառապելու դեպքերը։ Օրինակ հիմա ես ինքս հաստատ չէի գնա, բայց որ ուզում եմ ուսման բարձ փոխանցեմ, հաստատ գնում եմ, որ հետո այն մնացած ուսման բարձ փոխանցեմ։ Գոնե մենք այստեղ որոշակի լծակ ունենք, որպեսզի կարողանանք մարդկանց մեկ անգամ գոնե ստիպել, որ իրենց առողջությամբ հետաքրքրվեն։
Նախարարությունը սահմանել է, որ շահառուները պոլիկլինիկաներում տարեկան առնվազն մեկ անգամ պետք է անցնեն ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն, արյան, որովայնի խոռոչի, վահանաձև գեղձի եւ կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ըստ անհրաժեշտության կանայք արգանդի վզիկի, իսկ տղամարդիկ շագանակագեղձի քաղցկեղի թեստեր։ Թվում է հիանալի ծրագիր է ու որևէ խնդիր չկա, սակայն շահառուները դժգոհում են, մատնանշելով մի շարք խնդիրներ։ Նախ ընդհանուր տարածքի վիճակը սանիտարական, հետո արդեն հնացած տեխնիկան, հետազոտման շատ հին մեթոդները։ Տիկին Ալիսան սոցփաթեթի շահառու է, խուսափում է տեսախցիկից աշխատանքը կորցնելու մտավախությունից ելնելով։ Վրդովված է, որ իրեն պարտադրում են բուժզննություն անցնել մի վայրում, որի նկատմամբ վստահություն չունի։ Ասում է, պատասխանատուները գործընթացը հակառակ կողմից են սկսել։ Պետք էր ինձ թվում է լավացնել պոլիկլինիկաների վիճակը ամենասկզբից։ Դրանից հետո էլ մի որոշ ժամանակ անցներ մարդկանց վստահությունը ավելանար ոնց որ պոլիկլինիկաների նկատմամբ, հետո նոր ստիպել, որ մարդիկ օգտվեն։ Անշուշտ կարող են լինել դժգոհություններ, բայց եթե մենք չանենք այս աշխատանքները, ապա այդ վիճակը դրանից ոչ միայն չի բարելավի, այլ նաև ավելի կվատթարանա։ Այսինքն այս ծրագիրը նաև հնարավորություն է տալիս մեր պոլիկլինիկաներին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ստանալ, որի հաշվին իրենք կարող են նաև բարելավել իրենց պայմանները եւ իրենց ազդակազմի ուրեմն մասնագիտական որակավորումը։ Գործադիրը որոշել է սոցփաթեթի գումարներից 8000 դրամը տրամադրել պարտադիր բուժզննությանը, այսինքն այսուհետև հանգստի ուսման վճարի կամ վարկի մարման համար շահառուները կունենան ոչ թե 80, այլ 72000 դրամ։ Կրճատվել է, ինչի, բայց ասեց, որ 8000 պոլիկլինիկաներին ենք տալիս, բոլորը ասեցին ինչու, որ պոլիկլինիկաները, քանի որ մենք անվճար ենք պոլիկլինիկայում ստուգում։ Այսպես թե այնպես մենք կարող էինք այդ ինչ-որ սկրինինգային հետազոտությունները, արյան անալիզները պոլիկլինիկաներում անցնել անվճար եւ ընդհանրապես անիմաստ էր եւս 8000 դրամ տրամադրել։ Սկրինինգի ձևում է, այսինքն 30-ից 60 տարեկան գտնվում ինքը, չէ՞, պարտադիր սաբիտի անցին։ Անսկրանի սոցփաթեթի շահառուя թե ոչ։ Նույնը տղամարդկանց համար։ Նույնը տղամարդկանց 45 տարեկանից բարձր։ Օնկոմարկերը չի հասնում։ Կրծքագեղձի սոնոգրաֆիան չի հասնում։ Կրծքագեղձի սոնոգրաֆիան տեղավորվում է պետպատվի շրջանակներում առողջապահության նախարարանի համաձայն եւ վահանաձև գեղձը եւ կրծքագեղձը, որտեղ տվյալներում ուղղակի նշված է սոնոգրաֆիկ հետազոտում, նայնի շահառու եւ չնի շահառու անկախ ամենից նման հետազոտումներ կատարվում են պետպատվի սկզբունքներով։ Պոլիկլինիկաների խնդիրներին բարբերաբար անդրադառնում ենք, դրանք հատկապես արդիական են մարզերում, անմխիթար պայմաններ, հատկապես նեղ մասնագետների, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալների պակաս։ Էլ չենք խոսում առաջնային օղակների հին ու դառն ապրած նյութատեխնիկական բազայի մասին։ Օրինակ, այս պոլիկլինիկայում հպարտությամբ ցույց են տալիս ախտահանվող գործիքները, վստահեցնում, որ վարակների մասին իրենց մոտ խոսելն անհնար է, բայց հավանաբար տեղյակ չեն, որ աշխարհում, ինչպես նաև մեր լավագույն կլինիկաներում, վաղուց անցել են գինեկոլոգիական պարագաների մեկանգամյա օգտագործման։ Եվ սա նաև պատճառներից մեկն է, որ կանայք խուսափեն հենց պոլիկլինիկաներում նման գործիքներով հետազոտվելուց։ Գնում եմ առանձի վճարովի։ Քանի որ պոլիկլինիկայում ինձ համար հետազոտվելը շատ անցանկալի է, ես երևի արդեն պիտի ստիպված լինեմ ուրիշ քայլերի դիմել, կոպիտ ասված կաշառել բժիշկներին, որ գրեն պարզապես, որ ես անցել եմ այդ հետազոտությունը եւ այդպիսով խուսափել։ Եթե չբարձրացավ գինեկոլոգիաթորին, պարզապես գինեկոլոգը չի վճարվի։ Ոչ իրանց կողմից, ոչ էլ կտա եզրակացություն։ Բայց մենք վերահսկելու ենք նաեւ ողջ գործընթացը։ Կամ այն չի պիտի վճարեն, ոչ չբարձր, բերեք մյուս կողմից նայեք։ Որովհետեւ եթե վստահություն չունեք, որ այդտեղից այլ վարակ չեք տանի ձեզ հետ։ Ինչ վարակ։ Իրենց աչքի առաջ բացվելու է ախտահանված գործիքների փաթեթը։ Հենց հիմա մեր տեսչությունը ստուգումներ է կատարում։ Դե գիտեք ինչ, այդ նույն մարդը, որ այդքան վախենում է մեր ստերիլ գործիքներից, շատ հանգիստ գնում ոտը դնում է վարսավիրանոցում, որ պեդիկյուր անեն, այդ գործիքները չեն ախտահանվում։ Իդեպ տեղեկացնենք, որ այդ վայրերում եւս վերահսկողի գործառույթը նույն նախարարության ենթակայության ստորաբաժանումներինն է, որոնք իրոք չեն վերահսկում։ Այդ մասին վերջերս բարձրաձայնել էր Սուրանկյունը։ Պատկերը նույնն է նաեւ մարզերում։ Պոլիկլինիկա դիմելուց խուսափում են շատ մանկավարժներ։ Պոլիկլինիկայում քան չեն գնացել ճիշտ ասած։ Իսկ որ պետքա գնաք պոլիկլինիկայում հետազոտություն անցնեք։ Արծա այդ էլ կետանք թե չէ։ Եթե այդ պարտադիրը անցած չլինեք պոլիկլինիկայի, եթե պետք լինի ձեզ այս սրանից օգտվել, կարողա չկարողանալ։ Հադի ջանդում են եղավ չեղավ չոքելի։ Դախ դենի մի մայլ էտա մի ցավս էր ուսարկին ուղարկի։ Վախենալ է բալե։ Չեմ կարծում, որ այն ինչ որ պիտի անեն, շատ ես ինչ գիտեմ ինչ խորի գիտելիքներ են պետք։ Իրենց խնդիրը հայտնաբերելն է։ Այ հետո որ արդեն կգնան, ենթադրենք թե սոնոգրաֆիան տվեց գոյացություն։ Դրա համար շատ էլ ես շատ խորը
Բազմակողմանի գիտելիք չի պետք, եթե սոնոգրաֆիստը նորմալ է, կտեսնի կրծքագեղձում ինչ-որ գոյացություն։ Որ նախարարությունը փորձում է ֆինանսական լրացուցիչ հոսքերի միջոցով նոր կյանք տալ պոլիկլինիկաներին, հասկանալի է, սակայն պարզվում է, որ հակառակի վտանգն էլ կա, քանի որ որոշ պոլիկլինիկաներում հաշվառված շահառուներ պարտադիր բուժզնությունը չանցնելու համար դուրս են եկել հաշվառումից եւ դիմել մասնավոր կազմակերպություններ, համոզվելու համար զանգահարեցի տվյալ բժշկական կենտրոն, ներկայանալով որպես սոցփաթեթի շահառում։ Ծանոթներիցս մեկն ասաց, որ կարող եմ պոլիկլինիկայից հաշվառումից դուրս գալ ու ձեր բժշկական կենտրոնում հաշվառվել։ Այո, բաժանորդի պատճառով մոտենալ, փոխել պոլիկլինիկա, երբ որ հաստատվի, արդեն կարողանաք ձեր սոցփաթեթով նախատեսված նախնական կանխարգելիչ բուժզնումը հասնել մեր մոտ։ Իսկ ձեր բժշկական կենտրոնը ինքը պետական կառույց է, թե մասնավոր բուժ հիմնարկություն է։ Մասնավոր կլինիկա, բայց երբ որ փոխեք պոլիկլինիկայի սահմանված պետպատվերով ծառայություններ, մեր մոտ էլ եք անվճար անցնելու։ Հիմա լավ նորամուծությունների մասին։ Նոր կարգով քաղաքացիները կարող են արտահիվանդանոցային պայմաններում ստանալ թանկ ախտորոշիչ հետազոտություններ, ինչի բացակայությունից նախորդ տարի դժգոհում էին շահառուները։ Մեկ նոր ուղղություն էլ ավելացավ, դա ընտանիքի անդամի բժշկական ապահովագրությունն է։ Ընդ որում կարող են նաև անձամբ իր համար էլ շահառուն վերցնել լրացուցիչ ծառայությունների փաթեթ։ Սրանք արդեն կիրականացնեն ապահովագրական այն ընկերությունները, որոնք իրենց առաջարկների փաթեթները համաձայնեցրել են նախարարության հետ։ Սա սոցփաթեթի շահառուների համար նախատեսված ուղեցույցն է, որտեղ կառավարության այս տարվա համար ներկայացրած որևէ նորամուծություն ընդգրկված չէ, քանի որ ուղեցույցը տպագրվել է անցած տարի, իսկ բաժանվել շահառուներին ընդամենը վերջերս։ Դրանց տպագրության համար բյուջեից մի քանի միլիոն դրամ ծախսվեց, սակայն պարզվում է, որ այս պահին դրանք անիմաստ արված ծախսեր էին։ Մի պահ տպագրություն է ստացվում, որ 15 թվականին բաժանվել է մի բան, որը 14 թվականի վերաբերյալ էր իր ըստ էության։ Ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են։ Իդեպ, աշխարհում շատ մեխանիզմներ են գործում առողջության առաջնային օղակի նկատմամբ հասարակության վստահությունն ավելացնելու համար։ Օրինակ, կան երկրներ, որտեղ լավագույն մասնագետները, որոնք աշխատում են հեղինակավոր ու բարձրակարգ բուժ հիմնարկներում, պարտավոր են 1-2 օր աշխատել պոլիկլինիկայում։ Նման մեխանիզմի կիրառությունը գուցե մեր երկրում էլ լուրջ թափ հաղորդեր առողջապահության համակարգի ամենաթույլ օղակին։ Կադրային ռեսուրսների պլանավորման, ծառայությունների կազմակերպման ավելի գլոբալ հարց եք դուք բարձրացնում։ Հետաքրքիր մոտեցում է, կարելի է դրա մասին մտածել, միգուցե եւ չեմ բացառում, որ դա առանձին դեպքերում կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Կյանքն անտանելի է, երբ նրա մասին մտածում ես եւ հրաշալի, եթե պարզապես ապրում ես։ Նոր Արմավիրում բնակվող Թովմասյանների համար կյանքը ոչ միայն հրաշալի չէ, այլև անտանելի է։ Ընտանիքի մայրը քաղցկեղով հիվանդ է։ Երկորյակ որդիները ծառայում են բանակում, իսկ բուհ ավարտած փոքրամարմին դուստրերը տղամարդու աշխատանք են անում մոր համար դեղորայքի փող վաստակելու նպատակով։ Վաստակացնել այնքան չնչին է, որ հիմա էլ տունն են վաճառում։ Իդեպ, նրանց հանգուցյալ հայրը եւս տառապել է քաղցկեղից։ Իրոք որ դժբախտությունը միայնակ չի գալիս։ Տիկին Կարինեի ֆիզիկական ցավը խորացնում են նաեւ որդիների կարոտը, դուստրերի անձնական կյանքը։ Նրանք չեն ամուսնանում մորը միայնակ չթողնելու համար, իսկ որդիները տառապում են անզորությունից։ Բայց մայրը ֆիզիկական անտեսում է, հոգեկան ցավն է բույն դրել նրա ու զավակների սրտում։ Վստահ եմ, որ բոլոր ճանապարհները փակ են իրենց առջև, թեև հնարավորն անում են մոր կյանքը երկարացնելու համար։ Այժմ Տաթև Մեսրոպյանի անձնատուր դժբախտությանը տեսանյութը։ Նոր Արմավիր գյուղում ապրող Թովմասյաններին այցելեցինք ընտանիքի մոր, տիկին Կարինեի հեռախոսազանգով, երկվորյակ զինվոր որդիներին տեսնելու հնարավորություն էր խնդրում։ Սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ խնդիրը ոչ թե նրանց տեսակցելն է, այլ օգնել, որ իր վիճակը քիչ թե շատ բարելավվի։ Դուստրերը մորը հանդիմանել էին մեզ դիմելու համար, քանի որ ժամանակին բարեկեցիկ կյանքով են ապրել։ Հորմահից հետո տիկին Կարինեն որդիների հետ աշխատել է, սակայն 2 տարի առաջ նրա մոտ չարորակ ուռուցք են հայտնաբերել։ Դրանից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվել է։ Մեր այցելության պահին տիկին Կարինեի վիճակն այնքան էր վատացել, որ խնդիրը դուստրն էր արտասվելով ներկայացնում։ Երբ 2000 թվականին հայրս մահացավ նույն հիվանդությունից, որից նաև մահացել էր տատիկս չարորակ ուռուցքից, իսկ հիմա մայրս հիվանդ։ Երբ զգում ես, որ էլ ոչ մեկ չունես, որ կարողակ է քո կողքը լինեն, նույնիսկ եղբայրներս, որ հիմա բանակում են, մեզ պետք է, որ մեր մայրը սենց մնա, մինչև եղբայրներս կան մեր կողքին լինի,
Մեզ ուրիշ ոչ մի բան պետք չի, միայն դեղորայքային օգնություն։ Ինքը 28 օրը մեկ պիտի ստանա զոմետա, որը արժի 132,000 դրամ։ Ամեն օր խմի արիմի դեքս, դա էլ արժի 78,000 դրամ։ Անտեր ворդ լինելու զգացողություն եմ զգացել, որ մենք կարող ենք մեր մայրը մեզ մի օր լքի։ Որ լինելու մեզ ցավը, որ հայր չենք ունեցել, կարող է գա այնպիսի մի օր, որ մայրս էլ չլինի։ Մեր նկարահանումների ժամանակ հաճախ ենք հանդիպել անչափահաս տղաների, տարեցների, որոնք հովիվություն են արել, ուրիշի անասունները պահել, դաշտում աշխատել, այս ու այն կողմից փայտի կտորտանք հավաքել։ Սակայն առաջին անգամ բախվեցինք փաստի, երբ բուհը գերազանցությամբ ավարտած փոքրամարմին այս աղջիկները տղամարդու աշխատանք էին կատարում։ Մոր համար դեղի գումար վաստակելու նպատակով։ Նշենք նաև, որ բանակում ծառայող եղբայրները 6 տարեկանից են աշխատել։ Ներկա պահին գյուղում, քանի որ գարունը ոչ մի գործ չկա։ Իսկ մեր Արմավիր քաղաքում մենք շատ տեղեր ռեզումեներ ենք թողել, մեզնից մեկը անպայման պիտի մնա տանը, որպեսզի մամայիս խնամի։ Քայլելու այդ խնդիրներ ունի մայրս։ Տարբեր տեղեր, նույնիսկ մի տեղ քույրս դիմեց, նրան պատասխանեցին, որ դու համալսարանի դիպլոմով միայն կարող ես հավաքարար աշխատել։ Բայց հետո ասեցին, որ հավաքարարի համար տեղ արդեն չկա։ Գիշերով ես եւ քեռուս որդին մեր հողն ենք ջրել այն դեպքում, որ ես 21 տարեկան ջահել աղջիկ եմ, բայց ավելավատես գործեր անես, որ եկամուտ ստանաս ու ամսվա դեղը գնես։ Հիմա էլ տունն եմ վաճառում մոր կյանքը փրկելու համար, սակայն գնորդ չկա։ Ավելավատ դոմիկում ապրես, բայց մաման այդ լինի կհանց բան մեջ։ Ցավազրկող դեղամիջոց ընդունելուց հետո տիկին Կարինեն նախ հպարտությամբ ցույց տվեց որդիների լավ ծառայության համար զորամասից ուղարկված շնորհակալագիրը եւ նշեց, որ տանջվում է կարոտից, բայց երկվորյակ որդիներին ճանապարհելիս ցույց չի տվել, թե այդ պահին ինչ է կատարվում իր ներսում։ Ճանապարհելուց երբ առավոտ բացվավ, ես մոտիկացա տղաներս տարբեր սեյակներում էին քնած, մոտիկացա մեկին ասի, որ Սարգիս ջան, վաղարշակին քեզ եմ հանձնում, վաղոյին քեզ եմ հանձնում, եթե աղբորդ գլխից մի մազա պակասե, դու իմ հետ խնդիր կունենաս։ Ու անցայր մյուս սեյակ նույն նախադասությունն ասեցի վաղոյիս, որ վաղո ջան, աղբորդ մի բան ա եղի, դու իմ հետ խնդիր կունենաս։ Երբ դուրս էին գալի, ես բոլորը հավաքվել էին ճանապարհ էին դնում, ես նստածս տեղից նույնիսկ չբարձրացա, որ չհուզվեի, որ իմ երեխեքը թաց աչքով բանակ չգնային։ Անսպասելի, բոլորից անսպասելի ես գնացի նաև զինկոմիսարիատ մեր մարզային։ Ունդեղ տղաներից որ տեսա արդեն չէին սպասում ինձ, որ կտեսնեին տենց, բոլորն էլ դեմ էին, բայց ես իրանց ասի, երբ նստեք ավտոբուսը, ետ չնայեք, նույնիսկ մի արցում չեմ թափել, որ իմ երեխեքը մտածեն, որ իրանք ստե հիվանդ մայր են թողում, բայց այն ապրումները, որ ես ունեմ, ես չեմ իմանում, ես կդիմավորեմ իմ երեխեքին։ Պատմում է, որ հանգուցյալ ամուսինը անհայր է մեծացել եւ իր հիվանդության մասին լսելով զավակներին միայնակ չթողելու ցավից սկսել է բռունցքներով պատին հարվածել։ Ցավերի մեջ գալարվելով ձեռքը հարվածում էր պատին ու ասում էր. Աստված, ես ճակատագրի արժանացրեցիր դու մեզ։ Ես չիմացա երբեք ինչ է հոր ուսին ձեռք գցել, ես բարի նախանձով էի նայում, երբ իմ հասակակից տղաներ իրանց հորն էին գրկում։ Ինչի իմ բախտը սենց պտիլներ, ես 2 տարեկան էի, հայրս մահացավ, իմ տղաները 3 տարեկան են, նույն ճակատագրին իմ երեխաները արժանացան։ Իսկ երբ իմացել է իրեն բաժին հասած դատավճռի մասին, առաջին պահից որոշել է ոչ ոքի ցույց չտալ իր ֆիզիկական եւ հոգեկան ցավը, բայց ցավն անողոք է եւ հաճախ չի կարողանում ներսում պահել։ Այնքան ծանր է, երբ հիվանդը զգում է իր վախճանը։ Դավիթյան Հասմիկը ինձ ասաց, որ կրսկագեղձի չար որակուրուս մամոգրաֆիայից հետո երկինքը մտնեց իմ գլխի, ես մենակ մտածում էի, որ ինչի պետք է իմ երեխաները ворդ մնան, երկրորդ անգամ նորից ապրեն են ինչ որ ապրել են։ Շատ դաժան, շատ վատ պահեր, բայց հետո ինքս ինձ զգաստացա ու ասեցի, որ ես պետք է պայքարեմ, պայքարեմ իմ երեխաների համար։ Այնքան դաժան է ծնողի համար, երբ երկու երեխա ճանապարհ դնում բանակ ու չգիտե ինքը կդիմավորի իր որդիներին, որովհետև այս հիվանդությունը դանդաղ մահ,
ավտովթար չի, ինֆարկտ չի, դանդաղ գիտակցաբար մահ։ Մորը նաև աղջիկների ճակատագիրն է հուզում։ Արդեն քանիցս նրանց ձեռքը խնդրել են, բայց մերժում են ստացել։ Մորն այս վիճակում միայնակ թողնել չեն կարող։ Տիկին Կարինեն այդ ամենը ծանր է տանում, միաժամանակ հպարտ է զավակներով։ Այն տարիքն է իմ աղջիկների մոտ, որ պետք է դասավորեն իրենց անձնական կյանքը, բայց ամեն ինչ մի կողմ են դրել, ամեն ինչ։ Ես ցավով եմ ապրում, որ այս 3 տարվա մեջ իմ համալսարան սովորող ավարտած աղջիկը բուլետին էր վերցնում, որ գնար բերքը հավաք, որ կարողանար ինձ դեղորայքի գումար հայթայթեր։ Երբ արդեն գիտակցում ես, որ քո վերջն է, ամեն ինչ կյանքդ գալիս ասենց էկրանի նման անցնում է ճանապարհդ քո անցած ուղին։ Զգում ես, որ ապրել ես ընտանիքիդ համար։ Երախտապարտ եմ իմ երեխաներին, որ ես հիմա ասում եմ, այս տարիքում իրանք մայր ասած բառը գիտակցել են ինչ է։ Այս ընտանիքում ամեն մեկը յուրովի էր տանջվում։ Ինչպես յուրաքանչյուր ծնող, այնպես էլ զավակ պարտավորություն ունեն միմյանց հանդեպ։ Ու չկա զավակի համար ավելի մեծ անզորություն, քան զգալ, որ իրեն կյանք տված ծնողի կյանքի գինն իր ձեռքում չէ։ Իսկ սահման պահող որդիների համար չկա ավելի մեծ թշնամի, քան մորը տանջող ցավը։ Բայց եւ այնպես հիվանդ մորը որդիների կարոտն ավելի է տանջում, քան իրեն հալումաշ անող ցավը։ Մայրերը զավակին ինչ-որ տեղ ճանապարհելիս մտովի նրանց հետևից երբեք դուռը չեն կողպում, քանի որ ապրում են վերադարձի սպասումով։ Բայց այստեղ խնդիրն այլ է։ Խնդիրը նրանց դիմավորելն է, նորից տեսնելը։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ուշադրություն, մաքսազերծման մասին խոսք չկա։ Մաքսազերծում չի իրականացվում։ Օրերս է մեքենան ներկրել Սամարայից։ Որքի վասում եք։ 2000։ Ինքն էլ ղեկին Վիլիսը բերել հասցրել է Հայաստան 20% NDS-ն է։ Բոլոր ձևակերպումներն ու լրացուցիչ վճարումները այլևս չեն գործում։ Ոչ միտեղ 20000 դրամ կամ ես ինչ-որ 1 ռուբլի չի գանձվում։ Իապես պակասել է վթարված մեքենաների ներկրումը։ Նախընտրում էին երրորդ երկրից ներմուծել նման ջախջախված մեքենաներ։ Սրանց դեպքում պահպանվում են նաև մաքսազերծման կանոնները։ Դուրս է եկել օպցիաները։ Ինչպես է հաշվարկվում մեքենայի մաքսային վճարի չափ։ 1000 կամ $2000 ու Range Rover-ի մասին է խոսքը։ Որքան հին է մեքենան, այնքան շատ են վճարումները։ Ներկրվում է միայն նոր մեքենաներ։ Մի քանի ամիս ապրում են լարված մթնոլորտում։ Գումար էին առաջարկում որպես նվեր։ Հրաժարվում է 50000 դրամ իբր նվերից։ Մի քիչ խնդրեմ կա։ Ամուսինները դատական քաշքշուկների մեջ են։ Բա դա մեր գործը չի։ Խաբվածները բավականին շատ են։ Գործը պետք է կարճվի։ Խանութը որոշ լուրերի համաձայն վաճառվել է։ Տերը հանրապետությունից դուրս է։ Հեղինակը Rose Group ընկերությունն է։ Ձեզ ժողովրդական լեզվով ասած էշի տեղ են դնում։ Պարզ չէ, թե ինչ գործունեությամբ է զբաղվում ընկերությունը։ Տարօրինակ է, դա ինչ շահութաբերության ներդրումների մասին է խոսքը։ Իր գործելավոճով նման է ֆինանսական բուրգի։ Ճակատագրերի եւ այլնի հետ գործ ունենք։ Հույսները դնելով Rose Group-ի վրա վարկ են վերցրել։ Ես գալու եմ քաշիներին կանանք դնեմ։ Նախորդ թողարկմանը անդրադառնալով վթարների թվի աճին նշել ենք, որ հիմնական պատճառներից մեկը ներկրվող մեքենաների ավելացող քանակն է։ Միայն անցած տարի ներկրվել է շուրջ 40000 մեքենա, հիմնականում Ճապոնիայից եւ Միացյալ Նահանգներից։ Ներմուծման աճը պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հանգամանքով։ Թեպետ իրավասուները շարունակ վստահեցնում էին, որ անգամ անդամակցության դեպքում մաքսատուրքերը չեն ավելանա, սակայն քչերը ականջալուր եղան։ Մարդիկ մտածում էին, որ մաքսատուրքի հնարավոր աճը էապես կազդի շուկայի վրա, մեքենաները կթանկանան եւ նշված երկրներից էժան գնով միանգամից 2 մեքենա են բերում, մտածելով, թե մեկը թանկ կվաճառեն, երկրորդն էլ նվեր կլինի իրենց։ Մի խոսքով, շիլլաշփոթ, ինչի պատճառով շատերը տուժեցին։ Նույնը կրկնվում է, սակայն հակառակ տրամաբանությամբ։ Հունվարի 1-ից էապես աճեց Եվրասիական տնտեսական միության երկրներից մեքենաների ներմուծումը, քանի որ խաղի նոր կանոններով այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն գանձվում։ Սակայն հիմա էլ մեկ այլ դիլեմայի առաջ են կանգնած։ Անցնող շաբաթ ստացանք մի քանի անանուն ազանգ։ Մարդիկ պնդում էին, որ Ռուսաստանից մեքենա են ներկրել ու համապատասխան ընթացակարգը անցնելիս տեղեկացել, թե պետք է կատարեն հարկային մի շարք պարտավորություններ, որոնց հանրագումարը գրեթե հավասար է նախկին մաքսատուրքի չափին։ Առհասարակ անանուն ազանգերին չեն անդրադառնում, քանի որ նման դեպքերում գերակա է սուբյեկտիվ գործոնը, սակայն հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունն այս հարցում որոշեցինք անդրադառնալ։ Խորհուրդ եմ տալիս տեսանյութին հետևել ուշադրությամբ, հետագայում տարատեսակ շահարկումներից խուսափելու եւ խաբված լինելու մտքից ձերբազատվելու համար։ Ներկայացնում եմ մի ամբողջ օր ավտոտրանսպորտային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքը սանրած Նելի Հարությունյանի առևտուր պետության հետ հետաքննությունը։
Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը վերջերս ավելացել է ևս մի պատուհան։ Այն նախատեսված է բացառապես Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների ձևակերպման համար։ Հարկերի վճարում ոստիկանության փորձագիտական զննություն Ինտերպոլ։ Մոտ 30 րոպե անց մաքսային գործընթացները ավարտված են եւ մեքենան պատրաստ է հաշվառման ճանապարհային ոստիկանությունում։ Ուշադրություն, մաքսազերծման մասին խոսք չկա։ Մաքսազերծում չի իրականացվում, մաքսատուրք չկա, միայն վճարվում է ավելացված արժեքի հարկը եւ բնապահպանական վճարը։ Դա կախված է տրանսպորտային միջոցի 5 նոր լինելուց։ Մինչև 5 տարին 0 է բնապահպանական վճարը, 5 տարուց ավել արդեն ավելանում է 2%, 4%։ Ավելացված արժեքի հարկը դա անփոփոխ է, դա 20% է։ Ավելի պարզեցնելու համար մաքսատան պետը ասվածը բացատրում է հայերիս ամենասիրելի մակնիշի օրինակով։ C-կլասի Mercedes 2007 թվականի համար քաղաքացին վճարում է արժեքի 34%։ Իսկ այս տարբերակում, եթե ԵՏՄ երկրից ներկրի, կստացվի, որ կվճարի 20%, այսինքն 14% մուծվող գումարի մեջ ինքը նաև օգտվում է։ Երրորդ երկրից ներկրելու դեպքում այնտեղ համ ավելացված արժեքի հարկն է վճարում, համ մաքսատուրքն է վճարում։ Մաքսային մարմնի տվյալներով, օրինակ 2011-ին Հայաստան ներկրված 29388 մեքենայից միայն 2300-ն է Ռուսաստանի Դաշնությունից, 12-ին 34672-ից 2277-ը, 13 թվականին 41102-ից 2347-ը եւ 14-ին 46475-ից ընդամենը 1881-ը։ Այսինքն, եթե մինչ այժմ Ռուսաստանի Դաշնությունից ներկրված մեքենաների թիվը ամսական առավելագույնը 200-ն է եղել, ապա հիմա պատկերը կտրուկ փոխվել է։ 35-ից 40 մեքենա միայն ձևակերպում ենք ԵՏՄ տարածքից ներկրվածները, օրեկան։ Միայն 2-ից 3-ն է, որ ռուսական արտադրության մեքենաներն են։ Ինչ է շահում քաղաքացին ԵՏՄ-ից տրանսպորտային միջոց ներկրելով։ Պատասխանը շատ պարզ է՝ գումար։ Մեր ուսումնասիրության արդյունքում մենք կարողացել ենք հասկանալ, որ մեր քաղաքացիները 35-ից 40% ավելի էժան է իրենց վրա ստացվում այն տրանսպորտային միջոցները, որոնք կարողանում են ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունում։ Ստացվում է 10-ից 12% օգտվում են միայն մաքսազերծման փուլի ընթացքում եւ մոտավորապես 15-ից 20% էլ ստացվում արդեն ավտոյի գնման գնից են օգտվում։ Տիգրան Մխիթարյանը օրերս է մեքենա ներկրել Սամարայից։ Որ թիվ ասում եք։ 2000։ Ոնց է թանկեր Ռուսաստանում մեքենաները, թե էժան են ավելի։ Համեմատած մեր մոտիկները, հետո համեմատած էս փողի ընկման պատճառով ձեռատալիներից մեքենան կնել։ Տիգրանի խոսքով Ռուսաստանից նաև ճանապարհածախսն է ավելի քիչ եղել։ Վճարել է միայն վառելիքի համար։ Ինքն էլ ղեկին Վիլիսը բերել հասցրել է Հայաստան ու ներկայացրել մաքսատուն։ Անհրաժեշտ զննությունից հետո ժամանակն է ներկայանալ հենց մաքսատանը գործող հարկային մարմին ձևակերպումների։ Ներմուծման հարկային հայտարարագիր եւ անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն։ Այդ երկու փաստաթղթերի հիման վրա կատարում են իրենց ավելացված արժեքի հարկի վճարումը։ 35000-ը բրոկերների գումարն է, 20% NDS-ն է, իսկ 10% է բնապահպանական վճարը։ Պահանջվող վճարումները կատարելուց եւ ոստիկանությունում հաշվառվելուց հետո մեքենան արդեն Հայաստանի օրինական տրանսպորտային միջոց է։ Իդեպ մաքսատանն էլ կային քաղաքացիներ, ովքեր փորձում էին հասկանալ, ինչու են Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված իրենց մեքենաներով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները այստեղ կատարում ճանապարհային վճար, ամիսը 20000 դրամի չափով։ Տնտեսական գոտում գտնվող բոլոր երկրներում ոչ միտեղ 20000 դրամ կամ եսի ինչ-որ 1 ռուբլի չի գանձվում։ Ճանապարհային վճար ոչ միտեղ չկա։ Մենակ Հայաստանում ասած։ Ոչ Բելարուսիայում, ոչ Ղազախստանում, ոչ Ռուսաստանում։ Այն տրանսպորտային միջոցները, որոնք ԵՏՄ տարածքում հաշվառումից դուրս եկած չեն, կոնկրետ Ռուսաստանի Դաշնության մասին է խոսքը, հա, հյուրի կարգավիճակով եկող քաղաքացիների համար սահմանվում է միայն ճանապարհային վճար, որն էլ կազմում է ամսական 20000 դրամ։ Ես գիտեմ այսօր մարդիկ մեքենա հայկական համարներով մեքենա են քշում Ռուսաստանում, բայց գումար չի, ոչ մի վճարներ չի, ոչ մի վճար։ Պետք է հասկանանք, որ օրենքը նոր է, ու քանի որ նոր է, ունի նաև շատ բաց կողմեր, ճիշտ է։ Դրա համար թողանցնի որոշ ժամանակ կարող է այդ բացել դրացվել։ Մինչև ԵՏՄ անդամակցությունը ռուսաստանյան մեքենաներով Հայաստանի սահմանը հատելիս ձևակերպվում էր ժամանակավոր մաքսային ռեժիմ համապատասխան վճարումներով, որն ի դեպ ներառում էր նաև ճանապարհային վճարը։ Հիմա բոլոր ձևակերպումներն ու լրացուցիչ վճարումները այլևս չեն գործում, պահպանվել է միմիայն ճանապարհային վճարը։ Ավելին, չեն գործում նաև որոշ սահմանափակումներ։ Օրենքը հստակ սահմանափակում է, եթե օտարերկրյա քաղաքացին 180 օրից ավել էստեղ արդեն եղել է, իրեն այդ ժամկետը
հնարավոր չէր հատկացնել։ Այսօր այդ գործընթացը դուրս է եկել, հանգիստ մեր հայրենակիցները կարող են անժամկետ գալ Հայաստանի Հանրապետություն եւ հյուրի կարգավիճակում այստեղ մնալ ինչքան որ իրանք են ցանկանում։ Այս տարվանից նկատվում է եւս մի միտում։ Էապես պակասել է վթարված մեքենաների ներկրումը։ Եթե մինչև հիմա շատերը նախընտրում էին երրորդ երկրից ներմուծել նման ջախջախված մեքենաներ էժանով մաքսազերծելու համար եւ հետագայում այստեղ վերանորոգելու եւ վայելելու կամ վաճառելու, ապա հիմա 2015-ին ԵՏՄ անդամակցությունից հետո այս տարվա առաջին 3 ամիսների ցուցանիշներով վթարված մեքենաների ներմուծումը Հայաստան անհամեմատ նվազել է, քանի որ պարզապես շահավետ է ցանկալի մեքենան ձեռք բերել ԵՏՄ տարածքից եւ նորմալ վիճակում։ Մոտավորապես ձևակերպել ենք թվով 4-ից 500 հատ մեքենա արդեն ԵՏՄ տարածքից, ոչ մի հատը վթարված վիճակում չենք ձևակերպել։ Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ այլ երրորդ երկրներից մեքենա ներկրելու ավանդույթներն էլ իհարկե դեռ պահպանվում են։ Սրանց դեպքում պահպանվում են նաեւ մաքսազերծման կանոնները, բայց այստեղ էլ կա պայմանների որոշակի բարելավում։ 2015 թվականից ի օգուտ մեր ժողովրդին դուրս է եկել օպցիաները, դա այն ֆուլեր ասածներ, աուդիո համակարգ, օրինակ կաշվեպատ սրահ, քսենոն լուսարձակները, այդ տեսակի օպցիաները նախկինում հաշվարկվում էր եւ ավելացվում էր համապատասխան մուծումները։ Այսօր մեր քաղաքացիները նվազեցում ունեն իրենց մուծման գումարի մեջ մոտավորապես 15-ից 20%, իսկ գումարային առումով դա կազմում է մոտ 250-ից 300 դոլար։ Իսկ հիմա մաքսազերծման հետ կապված ամենավիճահարույց հարցերից մեկի մասին։ Ինչպես է հաշվարկվում մեքենայի մաքսային վճարի չափը։ Մաքսատան պատին փակցված այս ցուցակներից կարելի ասել երազում է ունենալ յուրաքանչյուր մեքենա ներկրող։ Բայց իզուր, քանի որ դրանցում նշված են այս կամ այն մակնիշի, տարեթվի մեքենաների ընդհանուր կողմնորոշիչ գներ, ոչ պարտադիր մաքսատուրքի հաշվարկման համար։ Փորձ ցույց է տալիս, որ ձեռքբերման պայմանագրում արժեքը նշվում ակնհայտ ցածր։ Մեքենաներ կան թանկ, շատ թանկ մեքենաներ, որոնց համար նշվում է 1000 կամ 2000 դոլար, ու Range Rover-ի մասին է խոսքը, որը ակնհայտ որոնց հասկանում եք, որ շատ ցածր գին է։ Այդ դեպքում հիմք է ընդունվում արդեն մեր մոտի միջին կողմնորոշիչ արժեքները։ Կողմնորոշիչ գին ասված է այդ բան շուկայում այդ մեքենայի արժեքը, ոչ միայն մեր շուկայում, այլև ցանկացած շուկայում Եվրոպայում դոլարով հաշվարկված մեքենայի գներն են, որ այս գներից մենք հաշվում ենք համապատասխան տոկոսը եւ ստանում ենք մաքսազերծման վճարը։ Մաքսային տեսուչների տվյալներով միանգամայն արդարացված է, որ միևնույն մակնիշի տարեթվի շարժիչի ծավալով մեքենաների մաքսազերծման գումարը կարող է տարբերվել, կախված ձեռքբերման փաստաթղթերից։ Մաքսային արժեքը ձևավորվում է արտարման երկրում մեքենայի համար վճարված ծախսերը մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման տեղափոխման համար վճարված բոլոր ծախսերի հանրագումարը իրար հետ։ Եթե տվյալ արժեքը ավելի բարձր է լինում մեզ մոտ առկա կողմնորոշիչ գներից, այդ դեպքում հիմք է ընդունվում իր արժեքը։ Հին երբեմն արդեն վթարավտանգ շարժակազմից մեր փողոցները զերծ պահելու համար մաքսային կանոններով վաղուց սահմանվել են մաքսավճարների հաշվարկման տարբեր տոկոսադրույթներ, կախված մեքենայի արտադրման տարեթվից։ Այսինքն, որքան հին է մեքենան, այնքան շատ են վճարումները։ Բայց այս մոտեցումը 15 տարվա մեքենաներ ներկրողներին քիչ էր զսպում, մինչև 2014 թվականը։ 2014 թվականին արդեն ներկրվում էր 5-ից 10 տարեկան մեքենաներ, իսկ այս 2015 թվականի 3 ամսվա ցուցանիշով կարող եմ ասել, որ ներկրվում է միայն նոր մեքենաներ, մինչև 5 տարի հնություն ունեցող մեքենաներ։ Մաքսատանը կեսկատակ կեսլուրջ խորհուրդ են տալիս ձեռք բերել միայն նոր եւ հնարավորության դեպքում թանկարժեք մեքենաներ, քանի դեռ մաքսազերծման կանոնները էապես չեն փոփոխվել։ Մոդելի եւ գնի հարցում կողմնորոշվելու ժամանակ դեռ կա 5 տարի։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Խարամյան, Սուրանգյուն։ Ձրի պանիր միայն մկան թակարդում է լինում։ Այս մասին վերհիշելու առիթ մարդիկ ունեցել են հեռավոր 90-ականներին, երբ իրար հետևից պայթում էին վարկային տարատեսակ կազմակերպություններ ու հնչեղ անվանումով բանկեր։ Դասական օրինակը Մովրոդիի MMM տխրահարճակ բուրգն էր, որը ինչպես հայտնի է, քանդեց հազարավորների տունը։ Եվ ահա ձրի պանիրի պատմությունը ակամա հիշեցինք անցնող շաբաթ, երբ ստացանք ուշագրավ 2 տեղեկատվություն։ Մեկը վերաբերում էր IT Masters ընկերությանը, որը համակարգչային տեխնիկա էր վաճառում, մյուսը Ross Group հնչեղ անվանումով ընկերությանը։ Սա էլ դատելով ծավալած գործունեությունից ավելի շուտ վարկային կազմակերպություն է։ Եվ ուրեմն, որն է խնդիրը։ Պարզվում է, IT Masters-ը ոչ միայն գցել է գնորդներին, այլև բանկերին։ Մեր տեղեկություններով ներկայում քննչական բաժիններում այս ընկերության դեմ տասնյակ դիմումներ կան։ Բանն այն է, որ վերջինը համակարգչային տեխնիկայի ապառիկ վաճառքի անվան տակ բանկերից ստացել է խոշոր գումարներ, բայց հաճախորդներին տեխնիկա այդպես էլ չի տրամադրել։ Մեխանիզմը շատ պարզ է։
Մարդը գնում է ընկերության խանութ, պայմանավորվում ապառիկի շուրջ, այնուհետև բանկ ներկայացնում փաստաթղթերը, որոնց հիման վրա բանկը գումար է փոխանցում ընկերության հաշվի համարին։ Հետո վերադառնում է խանութ եւ պահանջում տեխնիկան։ Այստեղ սակայն հրաժարվում են, բերելով տարատեսակ պատճառներ, թե մի քանի օրից կլինի որակյալը, ավելի լավ է մի քիչ սպասել եւ այսպես շարունակ։ Մի քանի օրը դառնում է ամիս։ Նույնիսկ եղել է դեպք, երբ գնորդը ապառիկի տոկոս է վճարել առանց ապրանքի ձեռքբերման։ Ինչ վերաբերում է Ռոզ գրուպի գործունեությանը, այստեղ հաճախորդներին խոստանում են մարել նրանց վարկերը։ Այսպես, ես ունեմ 1 միլիոնի վարկային պարտավորություն։ Այս կազմակերպությունն առաջարկում է իրեն վճարել 200,000 դրամ, ասել է թե վարկի 20%-ը եւ այլևս գործ չունենալ վարկի հետ։ Իբր 4 ամիս հետո կմարեն ողջ գումարը։ Հարցին, թե ինչ երաշխիք, որ գումարը վերցնելուց հետո չեք անետանա, պատասխանում են։ Գումարը փոխանցում ենք Ռուսաստանում գործող ինչ-որ կազմակերպության, որն այնտեղ օրական 2%-ով կարճաժամկետ վարկեր է տալիս, շահույթ ստանում եւ այլ շահույթի մի մասով էլ վճարում ենք ձեր վարկը։ Մի խոսքով, եթե IT Masters-ի հարցում ամեն ինչ պարզ է, ապա Ռոզ գրուպի դեպքում բավականին խնդրահարույց հարցեր կան։ Այդ իսկ պատճառով Արմեն Աթալյանի անցնող շաբաթվա գրաֆիկը բավականին հագեցած է եղել, քանի որ ստիպված թակել է ոչ միայն քննչականի, այլև մի շարք մասնագետների դռները, հասկանալու թե արդյոք գործ չունենք բուրգի դասական օրինակի հետ։ Ներկայացնում եմ նրա «Տուր տամ, որ ստանաս» հետաքննությունը։ Արմենուհի Ստեփանյանի ուղեկցությամբ գնում ենք նրա բնակարան։ Տանը սպասում են ամուսինն ու երեխաները։ Արդեն մի քանի ամիս ապրում են լարված մթնոլորտում։ Այսօր վաղը կարող է գործը հասնել դատական ակտերի հարկադիր կատարողներին ու գույքի բռնագրավմանը, իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել։ Իդեպ սկսվել էր գովազդից, որով IT Master խանութը գնորդին խոստանում էր մատչելի համակարգիչներ։ Առաջարկում են կոմպյուտեր, քո ուզած կոմպյուտերը причем կարան հավաքեն, գումարած կարծեմ 50,000 գումար էին առաջարկում որպես նվեր։ Այցելում է IT Master, ընտրում ավելի քան 300,000 դրամ արժողությամբ համակարգիչ։ Ալեքսանդրն ասում է, որ հենց սկզբից հրաժարվում է 50,000 դրամ իբր նվերից, որովհետև պարզում է, որ այդ գումարը եւս ներառվելու էր ապառիկի վարկում։ Հավաքում է բանկային փաստաթղթերն ու ձևակերպում ապառիկը, որից հետո բանկը խանութին է փոխանցում համակարգչի գումարը։ IT Master-ում ինձ ասեցին, որ իմ ուզած համակարգիչը կտան 10 օրվա ընթացքում։ Մի շաբաթից մոտավորապես զանգում են, բա մի քիչ խնդրեմ կա մեր պաստավշիկի հետ, բա մի 10-15 օրից։ Ու տես ձգձգելով տեսնում եմ արդեն իմ օրն է մոտենում, որ ես պետք է առաջի վճարում անեմ։ Զանգեցի խանութ աղջիկների հետ, խոսեցի, այնտեղ աշխատող, բա տարեք վճարեք, ասեմ ինչի համար, իմանամ ինչի համար։ Մյուս օր բաթորը կլինի, դուք արխային վճարեք։ Ասում ցավը տանեմ, մի ամիս ես այդ երկը լսում եմ։ Մի խոսքով Ալեքսանդրը խանութի համաձայնությամբ դիմում է գրում, որով հրաժարվում է իրեն այդպես էլ չտրամադրված համակարգչից։ Անցնում է մոտավորապես 2 շաբաթ, զանգում են, բա ինչի վճարում չեք անում։ Սկսում եմ նորից 0-ից սաղ պատմել ու խնդրում եմ մյուս անգամ ինձ չզանգեք այդ հարցով։ Շատ լավ, անցնում է մի տարի, գալիս է պետական նամակ, բանկը ընդդեմ ձեզ գործաբացը։ Փաստորեն 1 տարի լռությունից հետո բանկը որոշում է հետ ստանալ իր գումարը։ Հիմա ամուսինները դատական քաշքշուկների մեջ են։ Դատարանում ես հարց եմ տալիս, ով որ տվել է ինձ համակարգիչ, ինքը այդ ստացական ունի, որի վրա ես ստորագրել եմ, որ ես ստացել եմ համակարգիչը, բա դա մեր գործը չի։ IT Master-ի ղեկավարությունը պատասխանատվության ենթարկելու համար ամուսինները դիմել են ոստիկանություն։ Պարզվել է, խաբվածները բավականին շատ են։ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում 75 մարդ ճանաչվել է տուժող։ Քննիչը թուղթ է մեզ տվել, որ մենք ներկայացնենք դատարանում, քննիչի ասելով գործը պետք է կարճվի, որտեղ մենք ճանաչվել ենք տուժող։ Դատարանում ասեցին, որ այս հաշվի կառնենք, բայց չի կարա հիմք հանդիսանա։ Իդեպ, IT Master խանութը որոշ լուրերի համաձայն վաճառվել է, ամենայն դեպս այլևս չի գործում նախկին հասցեներում։ Քննիչների ասելով, IT Master-ի տերը հանրապետությունից դուրս է ու ինչ որ առողջական խնդիրներ ունի այն աստիճանի, որ չի կարա ներկայանա հանրապետություն։ Եթե հաշվի ենք առնում, թե քծվածների ինչ բանակ է մնացել հետևում, IT Master-ի նախնի տերը հավանաբար լուրջ գումար է գրպանել մինչև երկրից հեռանալը։ Քաղցր բան են գցում մեյդան, որ դու հենց դրա վրա գաս, որտեղ բացի իրանցից լիքը մարդ կա, որ առաջարկում է ասենց ծառայություններ։ Նման գայթակղիչ առաջարկների այսօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել։ Մեր համաքաղաքացիները վերջերս նման գովազդի են հանդիպել շենքերի վերելակներում։ Հայտարարությունն ազդարարում է,
Միասին մարենք ձեր վարկերը։ Հեղինակը Rose Group ընկերությունն է, որի գրասենյակը Խանջյան փողոցում է։ Մեզ դիմաց քաղաքացիներն այցելել են այդ գրասենյակ, նրանց սիրալիր ընդունել են ու ներկայացրել իրենց առաջարկը։ Եթե միլիոնից ավել գումարը 25% վճարում եք մեզ, մենք ամբողջ վարկը պարտավորվում ենք ասիկիչ երաշխիքներ կա։ Երաշխիքը մեր պայմանագրերն են։ Մենք սրանով երաշխավորում են, չէ՞ որ այսօր ասենք բանկում ստեղծուց է։ Այո, մենք ուրեմն ուսումները վճարները 5 օր առաջ կատարում ենք ամեն ամիս ու դրսի ներկայացնում ենք կտրոնները։ Ահա պայմանագիրը, որն առաջարկում են կնքել ընկերությունում։ Մինչև 1 միլիոն դրամ վարկ ունենալու դեպքում 20, իսկ 1 միլիոնից ավելիի դեպքում գումարի 25%-ը վճարվում է Rose Group-ին եւ վերջ, ընկերությունը մարում է ամբողջ վարկը, այն էլ մի քանի ամսում։ Ամեն ամիս մենք վճարումները պետք է կատարենք։ Մոտավորապես մենք կմարենք 3-4 Կես փոխանցում եք իրանց, թե հենց իմ ուղարկած 20%-ը գումարն եք իրանց հետևում կա։ Այդ գումարը որը մեզ Դեքոս մարդը կարող գնա բանկից հենց ինադու վարկ վերցնի։ Վերեն է Մի պահ ինձ թվաց, որ Կարմիր խաչն այլանվան տակ մտել է ֆինանսական դաշտ ու փորձում է օգնել վարկային ռմբակոծությունից տուժածներին, բայց մասնագետների հետ թեթև խորհրդակցությունից հետո հիասթափվեցի։ Ասենք թե դուք ունեք գումար, դե ասենք 100,000 դրամ, եւ որոշել եք այն ներդնել։ Եթե ձեզ դրա դիմաց ամսական խոստանում են մինչև 5% շահույթ, դա նորմալ է։ Եթե խոստանում են ամսական մինչև 10% շահույթ, դա լավ է։ Բայց եթե ձեզ խոստանում են ամսական 50, 60 եւ նույնիսկ 100% շահույթ, հավանականությունը մեծ է, որ ձեզ ժողովրդական լեզվով ասած էշի տեղ են դնում։ Հակոբ Ավակյանը թե որպես փոքր միջին ձեռներեցության համագործակցության ասոցիացիայի նախագահ, թե որպես վարկառու հետաքրքրվել է Rose Group-ի առաջարկությամբ, կարդացել է պայմանագիրը։ Նախ պարզ չէ, թե ինչ գործունեությամբ է զբաղվում ընկերությունը։ Առաջերտին տարբերակում ենք, սա բանկային պրոդուկտ է, թե ոչ։ Հասկանում ենք, որ սա ծառայությունների մատուցման պայմանագիր է եւ ոչ վարկի վերաֆինանսավորում է, ոչ ասենք ֆակտոր է, հա, ոչ ասենք ցեսիայի պայմանագիր է։ Ցեսիան դա պատքի զիջումն է մեկ այլ ընկերությանը։ Ցեսիայի դեպքում սակայն պայմանագիրը պետք է լինի եռակողմ, քաղաքացու, վարկ տված բանկի ու ընկերության միջև, որի դերում այստեղ հանդես է գալիս Rose Group-ը, բայց այս պայմանագիրը երկկողմ է։ Տարօրինակ է, դա ինչ շահութաբերության ներդրումների մասին է խոսքը, որ ստեղից այդ 20%-ը վերցվում է եւ դրվում է ինչ-որ շահութաբեր ներդրումների մեջ, որը հասցնում է 3 ամսում փակել ամբողջ այն մնացած 80% բանը վարկային պարտավորությունը։ Այդտենց բիզնես ես էլ չեմ հանդիպել։ Շատ ստահոտ է, էլի երևում։ Բացի այս, պայմանագիրն ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում, որ նույնիսկ իր պարտականությունները չկատարելու պարագայում ընկերությունը շահած է դուրս գալու։ Ըստ այդ իրենց կողմից տրված օրինակելի ձևի պայմանագրի 20% գումարի դիմաց եթե վերցնում է ու ուշացնում է նրա վարկային պարտավորությունով սահմանված վճարման օրերը, դրա համար սահմանված է տուժ 0.1%, բայց ոչ ավել քան ամբողջ վարկային պարտավորության 10%-ը։ Այսինքն վատագույն սցենարով նույնիսկ ստացվում է, որ 10% եկամտով այս դիմացի ծառայություն մատուցողը կարող է դուրս գալ այս պայմանագրային հարաբերություններից։ Այսինքն 20% կվերցնի, գումարը կարա չվճարի, 10% վերադարձնի։ Վատագույն սցենարի դեպքում չվճարելու դեպքում, այսինքն 0.1%-ը հաշվարկվում, բայց ոչ ավել քան 10%, այո։ Ըստ էության, այս ընկերությունն իր գործելավոճով նման է ֆինանսական բուրգի, ինչպիսին ասենք տխրահարճակ MMM-ներ։ Մեծ հաշվով Rose Group-ը համեմատաբար փոքր ներդրումների դիմաց չափազանց մեծ շահույթ է խոստանում։ Միայն խիստ կարիքի մեջ գտնվողի մոտ դա կասկած չի հարուցի, իսկ մեր շրջապատում այդպիսիք քիչ չեն։ Ճակատագրերի եւ այլնի հետ գործ ունենք, այսինքն եթե չստացվի, ապա ինչ է լինում։ Հետաքրքիր չի թե դու ում ես վաճառել այդ քո պարտքդ, ինչ ես արել, որտեղ ինքը չի մասնակցել, չէ՞, այս գործարքին։ Լավ եղբայր, դու չես տվել ինձ կապ չունի երրորդ ինչ որ ընկերություն ես գտել, որը քեզ գայթակղիչ առաջարկ արել։ Ես գալու եմ քո գրավի առարկան վերցնեմ, ես գալու եմ քո հաշիվներին կանանք տնեմ, գործարքը սկսվելու է թե 1 օր, 2 օր, 3 օր ուշացավ։ Ինչպես հասկացանք, մեզ դիմաց քաղաքացու եւ ընկերության աշխատակցուհու զրույցից արդեն կան մարդիկ, որոնք հույսները դնելով Rose Group-ի վրա են վերցրել։ Իդեպ տեսանյութը պատրաստելու ընթացքում կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե ուսումնասիրել է Rose Group-ի պայմանագիրը, որի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ առաջարկվող ծառայությունները պարունակում են զեղծ ծառայության տարրեր եւ դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի։ Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ այդ կազմակերպության հետ գործակցելուց։ Արմեն Աթալյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։
Եթե չունեք վարորդական վկայական, այդ անտեր ղեկին մի նստեք։ Այդ շոու բիզնես կոչվող աշխարհում փլավ չեն բաժանում։ Տեսա, ոչ մի բան չի եղել ящիկին։ Երեխաները դասերից եթե նույնիսկ մի քանի րոպե էլ ուշանային, դրանից ողբերգություն չլինի։ Իսկ ինչ ունենք հիմա։ Այն ինչ պատմում են, դուրս էր երևակայությունից։ Իրար եկեք ու պանջեք նույնի գրաֆներից կամ չգիտեմ ինչ գրաֆներից, բայց հետո ոնց ալնի բան եղել։ Ատվիորկայով հարվածում է Քավորին։ Ով է Քավոր բարոն։ Որոնվում էր այս տարվա հունվարի 9-ից։ Դին փրկարանները հայտնաբերեցին ավտոմեքենայից դուրս։ Հայտնի էլ չէ, թե ով է եղել G500-ի ղեկին։ Ուներ 1 տարեկան տղա եւ նրա ընտանիքը սպասում էին երկրորդ զավակի ծնունդին։ Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 14-ին, դաժան է ու աննկարագրելի։ Երբ Շամշյանը զանգահարեց եւ հայտնեց գույժը, այնքան անհավատալի էր, որ խնդրեցի նորից պատմել։ Ըստ այդմ, Արարատի մարզի գյուղերից մեկում մի երիտասարդ ինքնասպան է լինում։ Արտաշատից անմիջապես նշված վայր է մեկնում շտապ օգնության մեքենան, սակայն ճանապարհին բախվում է բեռնատարի կողաշրջվում։ Շտապ օգնության աշխատակիցներից մեկը մահանում է, իսկ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ Մահացածը Արտաշատի բժշկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքի վարիչ 28-ամյա Կարապետ Գրիգորյանն է, որը քաղաքի բնակիչների խոսքով երիտասարդ տարիքում հասցրել էր կյանքեր փրկել։ Նա ուներ 1 տարեկան որդի եւ սպասում էին երկրորդ զավակին։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Այդուհանդերձ այս դեպքը եւս մեկ անգամ վկայում է, որ մեզանում շատերը դեռևս չեն գիտակցում շտապ օգնության եւ օպերատիվ այլ ծառայությունների մեքենաներին ճանապարհ զիջելու կարեւորությունը։ Մենք տասնյակ նման դեպքեր ենք անդրադարձել, երբ հիվանդի մոտ շտապող բժիշկը ինքն է հայտնվել հիվանդանոցում։ Ու թող վարորդները ողբերգական դեպքի կադրերը ուշադիր դիտեն եւ համապատասխան եզրակացություն անեն։ Միայն երջանիկ պատահականությամբ է հնարավոր եղել խուսափել հերթական ողբերգությունից մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում խոշոր ավտովթարի ժամանակ։ Նիսանը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխի վրա շրջվել եւ ուշադրություն ընկել կայանված Volkswagen-ի վրա։ Դիտելով կադրերը, թերևս կհաստատեք, որ վարորդը կամ հարբած է եղել, կամ առաջին անգամ է նստել ղեկին։ Վերջին վարկածի օգտին խոսում էին հանգամանքը, որ հիվանդանոց տեղափոխված ուղևորի հարազատները փորձել են քննիչին համոզել, որ ղեկին տուժածն է եղել, սակայն կարճ ժամանակ անց խոստովանել են, որ մեքենան վարել է 23-ամյա Գևորգ Օհանյանը։ Հարցին, թե ինչու են ստել, պատասխանել են, որ Գևորգը վարորդական իրավունք երբևէ չի ունեցել, պարզապես փորձել են նրան լավություն անեն։ Նման լավությունները իրականում արջի ծառայություններ են։ Եթե քննիչները արագ չպարզեն եղելությունը, ապա նույն երիտասարդը կշարունակեր մեքենա վարել եւ մի օր նրա կամ ուղևորի բախտը չեր բերի։ Հեր չեմ խոսում այն մասին, որ իրավապահներին ստելը ծանր հետևանքներ ունի։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի կյանք փրկողը կյանքով հատուցեց տեսանյութում։ Ժողովուրդ ջան, մի 748 անգամ զգուշացրած կլինենք։ Եթե չունեք վարորդական վկայական, այդ անտեր ղեկին մի նստեք։ Ներկայացվելիք դեպքում ոչ միայն վարորդական վկայական չի եղել, այլև ըստ էության երիտասարդը չի տիրապետել վարելու հմտություններին։ Իսկ հետևանքը պաժալուստ է։ Դեպքը տեղի է ունեցել Վիլնյուսի փողոցում երեկոյան։ Հասնելով դեպքի վայր արձանագրեցի, որ այս Նիսանի վարորդը անցած կյանքում կասկադյոր է եղել ու իր արածը շարքային վթար չի։ Հերիք չի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, դեռ հասցրել է մոտ 5 մետր գլխի վրա շրջվի ու պասատկանի ոստիկանության աշխատակցի Volkswagen-ի գլխին։ Ինքը եկել է պատի վրից թռել է, գոլֆի կապոտին է անգել, ինքերը չսողում։ Բայց կինոն հետո պիտի լիներ։ Վթարի հետևանքով հիվանդանոցում է հայտնվում Նիսանում գտնված 24-ամյա Վազգեն Առաքելյանը։ Հիվանդանոց են շտապում նաև քննիչները, հասկանալու ու թերևս մոտիկից ծանոթանալու կասկադյորի հետ։ Առաքելյանի հարազատները հենց Առաքելյանին են ներկայացնում որպես թռչող մեքենայի վարորդ, սակայն ինչպես հետագայում պիտի պարզվեր, փորձել են սատանի մայլում քանդերբազություն անեն։ Կարճ ժամանակում պարզում են, որ իրականում մեքենայի ղեկին եղել է 23-ամյա Գևորգ Օհանյանը։ Ախպեր ես, այդ միք չեք հաշեկել առաջ։ Եվ ուրեմն որն էր խաբելու պատճառը, դու մի ասա, Օհանյանը չի ունեցել վարորդական իրավունք։ Նրա սարկած շիլաշփոթից հետո հասկացել են, որ պատիժը բավականին խիստ է լինելու։ Որոշել են իրավապահներին Գյուլնաց տատու հեքիաթներից հերթական սերիան ներկայացնել։
լավ չստացվեց, ավելին, սուտ տեղեկատվություն տրամադրելու համար դեռ հայտնի չի ինչ պատժի կարժանանան, բայց միթե դժվար է հասկանալ, որ նման արչի ծառայություն մատուցելը իրականում լուրջ սպառնալիք է ոչ միայն Օհանյանի համար, այլև նրա շրջապատի։ Չէ՞ որ երիտասարդը անպատիժ մնալուց հետո հաստատ կփորձի եւս մեկ անգամ նման տրյուկ անի, ու այդ ժամանակ հայտնի չի, թե արդյոք հաջողությունը կրկին կժպտա։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որ ասենք 29 երիտասարդ եք, կյանքով եւ ավյունով լցված, ու ձեզ հրավիրում են որպես պարող տեսահոլովակում նկարահանվելու համար։ Պատկերացրեք, չէ՞, ուրախությունից սիրտը արագ դոփում է, արյունը եռում, ինչա լինում, ճիշտ է, աստիճանաբար կտրվում եք իրականությունից ու այդ պայն ապրում եք միայն լուսավոր եւ խոստումնալից ապագայով։ Թերևս հենց այդ հոգեվիճակում էլ գտնվել է մեր հերոսը, պոլիտեխնիկի ուսանող 20-ամյա Արման Խաչատրյանը, եւ չի նկատել, թե ինչպես է իր Hyundai-ով դուրս գալիս ոչ ավել, ոչ պակաս Յաշիկի վրա, որը իր համար խելոք կանգնած է եղել դրախտի մուտքի մոտ։ Չէ, ավլավա հետ տա միանգամից։ Յաշիկը հետ տա ճիշտ է։ Պարզեցի, որ տեսահոլովակի նկարահանումները պետք է տեղի ունենային բուսաբանական այգում։ Յաշիկին Արմանը հարվածել էր փափակած վայրին մի քանի մետր չհասած։ Ափսոս, բայց հանկարծ չհուսատվեց Արման ջան, ամեն ինչ դեռ առջևում է։ Դեռ ինչքան պարեր կպարես, բայց մինչ այդ իմացիր, այդ շոու բիզնես կոչվող աշխարհում փլավ չեմ բաժանում։ Հայտնի լինելն էլ ինչքան դրական, այնքան էլ բացասական կողմերն ունի։ Այնպես որ աստիճանաբար ընկալի այդ նրբությունները ու թող սպասվելիք ճանապարհիդ ամենախորթուբոր դրվագն այս դեպք կլինի, որից դուրս եկար առանց վնասվածքներով։ Ահա, տեսար, ոչ մի բան չի եղել Յաշիկին։ Դու եղած Յաշիկները լայի։ Ադե ապան փողը տալու է էլի։ Բա 34-ամյա Սարգիս Դերցյանն ինչ ասի։ Հաստատ այս դեպքին կարելի էր չանդրադառնալ, եթե հանկարծ զոհեր լինեին։ Ինչ եմ ասում, քանի որ մեքենայում նաև երեխաներ են գտնվել։ Դեպքը տեղի ունեցել Լոռու մարզում, Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհին։ Սարգիսը առավոտ կանուխ իր 7 եւ 8-ամյա դսրերին դպրոց տանելուց է եղել ու թերևս շտապելիս չի նկատել, թե ինչպես է դուրս գալիս երթևեկելի գոտուց։ Մեքենան, ինչպես պարզեցի, մոտ 40 մետր գլորվելով վերջն արդյունքում հայտնվել է ձորում։ Բարեբախտաբար այդ պայն անցնելիս են եղել այլ մեքենաներ, որոնցում եղածները օգնել են հորն ու աղջիկներին դուրս գալ մեքենայից եւ նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Հիվանդանոցից տեղեկացանք, որ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։ Իդեպ սա այն հատվածն է, որտեղ բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել։ Պատճառը ոլորանապտույտ հատվածն է, ինչը ենթադրում է վատ տեսանելիություն, եւ եթե հանկարծ մի քիչ էլ կորցնում եք զգոնությունը, ապա այս պատկերը անխուսափելի է դառնում։ Ասել է, թե երեխաները դասերից եթե նույնիսկ մի քանի րոպե էլ ուշանային, դրանից ողբերգություն չի լինի։ Իսկ ինչ ունենք հիմա, զգոն եղեք։ Եթե նախորդ դեպքում վթարի պատճառը ոլորապտույտ հատվածն էր, ապա ներկայացվելիք դեպքում թափառող շները։ Հա, ճիշտ լսեցիք ու չմտածեք, թե Շամշանը զառանցում է։ Տեսեք, նույն պատմությունն է։ Այս անգամ BMW-ն է գտնվում ձորակում, բայց վարորդը այնտեղ է հայտնվել ոչ թե զգոնության բացակայության, այլ ընդհակառակը լավ զգոն լինելու պատճառով։ Դեռ դեռ տակ է միջև։ Տալերկեր միջեմա տակ է։ Բայց թվում է հետազոտում կարող ներքին արունա հոստություն բան։ Սախսիձելնիկը դեմը հետևը սաղ արունա։ Բացեմ ճակերտները։ Դեպքը տեղի ունեցել Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում գտնվող Գոգոլի փակուղում։ BMW-ի ղեկին եղել է Երևանի պետական համալսարանի իրավաբանականի ուսանող, համատեղության կարգով նաև ազգային ժողովի падգամավոր Հակոբ Հակոբյանի օգնական 20-ամյա Սերոբ Գալստյանը։ Նախնականով երևում է, որ վերջինս այդ փակուղու ոլորապտույտ հատվածում դուրս էր եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե հատվածին եւ մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում։ Սակայն դեպքի վայրում հավաքված ոստիկաններն ու քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են նշված փողոցում հայտնված թափառող շները։ Վարորդը նրանց փորձել է շրջանցել ու հայտնվել է այս վիճակում։ Բայց հետևը ոնց է արուն բան եղել։ Երևի հետևից դուրս են եկել։ Տեղի բնակիչներն զայրացած նշում են, որ եթե պատկան մարմինները այդ հատվածում թափառող շների խնդիրը չլուծեն, ապա միշտ էլ վթարներ տեղի կունենան։ Պարզեցի, որ սա միակ դեպքը չէ, երբ թափառող շների պատճառով այս տեղանքում վթարներ են տեղի ունեցել։ Բարեբախտաբար երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, բայց հարգելի քաղաքապետարան, վստահ եմ, որ նման հաջորդ վթարը ողբերգական ավարտ չի ունենա։ Իրար եկեք ու պանջեք յունիգրաֆներից կամ չգիտեմ ինչ գրաֆներից, որ տարեկան ձեր կողմից տրամադրվող գումարները մի քիչ էլ գործի վրա ծախսեն։ Բայց նայ ոնց է կոտրվել է հետևի ագը։
Բա իհարկե կզարմանանք, եթե գոնե մի նյութում չանդրադառնանք Երևան-Սևան ավտոճանապարհին։ Այս անգամ իրարանցումն էր Չարաբաստիկ ճանապարհի Առնջի կամրջի մոտ։ Իրարանցումը մեղմ է ասված, քանի որ ոչ միայն վթարի անմիջական մասնակիցները կարող էին բռնել հավերժության ուղին, այլև պատական անցորդներն ու այդ հատվածում մանդրածախ առևտուր իրականացնողները։ Օրը ցերեկով իրար են բախվում BMW-ն ու Opel-ը, ինչի հետևանքով Opel-ը գլխի վրա շրջվում է, սակայն մինչև շրջվելը հարվածում Առնջի կամրջի մոտ ծաղիկների առևտրով զբաղվողների տաղավարներին։ Պապիրոսով հեռու, տղեր, կապտոից պապիրոսով հեռու։ Բարեբախտաբար տաղավարների աշխատող մարդիկ չեն տուժել։ Իրոք որ հրաշք էր, քանի որ այն ինչ պատմում են դուրս էր երևակայությունից։ Ահավասիկ վթարի մասին պատմում է ծաղիկ վաճառող հավեսով մի տատիկ։ Այստեղ էի նստած։ Թորս ասել, մեկը տակի նստի ստե։ Թորանը պետք է մատաղան, բան անես, մաղարիչ անես։ Հարց կա, ձեզ են կանեմ։ Թե չէ մարդ ես, էլի։ Բա, ցավը տանեմ, բա։ 2 կոպեկ փող էիր առնում։ Դա տարբերություն 2 րոպեի բա։ Ասում այ ավտոնեկա։ Ասեմ ավտոնեկա։ Բաց գորգը ցակո, փախի։ Ես էլ էստյանը փախնամ։ Կարևորը Ես փրկվել եմ։ Մենակ դու չէ, կարևորը շոֆերն էլ տենց լուրջ։ Շոֆերն էլ, մեծ մարդ է, փրկվել է։ Ինչևէ, Opel-ի վարորդին գլխի վրա շրջված ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտաբօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ BMW-ի կին վարորդի համար ժամանած մի քանի երիտասարդ նշում են, թե նա աշխատում է պաշտպանության համակարգում։ Ծաղկավաճառներն էլ իրենց դարդն էին լացում, թերահավատ են, որ ապան կփոխհատուցի նրանց կրած վնասները։ Բայ դե։ Ապեր հետ։ Ում ինչ կներկայացնեմ ողբերգական ելքով 4 դեպք, անդրադառնամ Արմավիրի մարզում տեղի ունեցած մի ուշագրավ պատմության։ Հայ ընտանիքներում քավոր հասկացությունը միշտ էլ համարվել է սրբություն, ու քավորի ասածը միշտ էլ օրենք է եղել սանիկների համար։ Իհարկե, եղել է նաև այլ դեպքեր էլ, երբ կոկոները տաքացած սանիկները կտրվել են իրականությունից ու մոռացել սրբության մասին։ Նախաքննությունը կպարզի արդյոք մեծամոր քաղաքում հայ հանդիսությունների սրահում մկրտության արարողության մասնակիցների կոկոները տաքացած է եղել թե ոչ, բայց փաստն այն է, որ մկրտության քավորը կտրած ծակած թափանցող վերք թոքի վնասումով ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Այսինքն գործ ունենք սրբապղծության հետ, ու դրա անմիջական մասնակիցներն են 45-ամյա Հրաչյա Գևորգյանն ու քավորի 28-ամյա Արգամ Ավետիսյանի եղբայրը, ում ավելի շատ կոչում են Արշավիր։ Ով էր քավոր բարոն։ Ինչացու էր։ Առանց մեզ ինչ պիտի անես։ Եվ ուրեմն կնունքի արարողության եզրափակիչ փուլում ինչ որ թույրըմբռնում է լինում մասնակիցների միջև եւ Գևորգյանը ատվիորկայով հարվածում է քավորին։ Ոստիկանությունը կար ժամանակում իրար է գալիս ու այտնաբերում Գևորգյանին։ Դու մի ասա, այս տնաշենն էլ է վնասվածքներ ստացած լինում։ Ինչպես նշեցի, սրան էլ անարգում է քավորի եղբայրը։ Ով ախպետ եկիդ։ Արշավ։ Ինչո՞վ խփեց քո դեմքի։ Երևի քարեր։ Իրար չհասկացաք, հա։ Դες վիճաբանության ժամանակ քեզի հարվածեց։ Հա, քարը դարձարվեցել է։ Ով։ Հոկտեմբերի քաղաքի, Արմավի քաղաքի բնակիչ է։ Արշավ, այդքան լինում։ Եվ միայն հետո պարզ դարձավ, որ կնունքի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը ծագել է Հրաչյայի եւ Արշավիրի միջև, որի ժամանակ Արշավիրը ծեծել է Հրաչյային, սա էլ գնացել ու իր մեքենայից հանել է այդ որկան եւ հարվածներ է հասցրել Արշավիրի եղբորը, կնունքի քավորին։ Փաստորեն քավոր լինելը ոչ միայն վտանգավոր է ֆինանսական տեսանկյունից, այլև ֆիզիկական։ Օրերս տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արզնիի ձորում տղամարդու դիկա եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։ Այդ մասին տեղեկանալուց հետո անմիջապես մտածեցի, որ խոսքը կամ սպանության, կամ ինքնասպանության մասին է։ Հասնելով դեպքի վայր, հասկացա, որ չեմ սխալվել։ Տոել փրկարարներ, տոել ոստիկանություն, տոել տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ։ Բոլորը հավաքվել ու սպասում էին դատաբժշկի ժամանմանը, որպեսզի պարզեն, թե ինչն էր տղամարդու մահվան պատճառը։ Ասեմ, որ այդ պահին այդպես էլ պարզ չդարձավ, սակայն դատելով նրանից, որ քրեական գործը հարուցված է եղել 104 հոդվածի հատկանիշներով, կարելի է կռահել, որ իրավապահները ավելի շատ հակված են եղել սպանության վարկածին, սակայն հետո պարզ դարձավ, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։
Հիմա տեսնում եք, թե որտեղ է հայտնաբերվել դին եւ որտեղ է կայանված ավտոմեքենաները։ Փրկարանները 1.5 կիլոմետր պետք է ոտքով, պատգարակով դին տեղափոխեն։ Հետագայում նաեւ պարզվեց, որ մահացածը 49-ամյա Արշակ Առաքելյանն էր, ով որպես անհայտ կորած ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որոնվում էր այս տարվա հունվարի 9-ից։ Տեղափոխվենք Արագածոտնի մարզ, որտեղ մարտի 15-ին տեղի ունեցած խոշոր վթարը խլեց մեկ մարդու կյանք։ Դեպքը տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին Ուջան գյուղի վարչական տարածքում, Մուշ ռեստորանի մոտ։ Միցուբիշին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին եւ մոտ 15 մետր գլորվել եւ հայտնվել Զորակում։ Երկու վիրավոր, 3 վիրավոր, մեկը ոտի վրա էր, մեկը ոտի վրա վանուի շաֆտով եմ ուղարկի, երկուսին շտապն է տալի։ Շատ համ արագ ա եղել, համ հարված ուժեղ ա եղել։ Մեքենային բացի վարորդից 44-ամյա Սպարտակ Ավդալյանից եղել է նաև 3 ուղևոր՝ 37-ամյա Նազար Ավանեսյանը, 35-ամյա Հայկ Հարությունյանն ու 63-ամյա Քյարամ Իսպիրյանը։ Վերջինը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր։ Նրա դին փրկարանները հայտնաբերեցին ավտոմեքենայից դուրս, քանի որ հարվածի արդյունքում շպրտվել էր։ Մնացածը տեղափոխվել են աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևան։ Իսկ Երևան սովորաբար տեղափոխում են ծանր վիճակում գտնվող հիվանդներին։ Բարեբախտաբար վիրավորների մասով դեռևս վատ լուր չեմ լսել։ Պարզեցի նաև, որ նրանցից մեկը աշխատում է Արտադրության նախարարության կոշ քրեակատարողական հիմնարկում որպես հերթափոխի ավագ։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Հələ հետ։ Այ գործն Տևական ժամանակ չէի կարողանում հասկանալ մարտի 13-ի չարաբաստիկ կեսգիշերին Մեղրիում խոշոր վթար հրդեհի պատճառը։ Նախնական տեղեկատվությունը հետևյալն էր. 0:10 րոպեին Մեղրիի Աբելյան փողոցի վերջնամասում Բաղդադի աղբյուր կոչվող տարածքում Mercedes G500-ը բախվել է ճանապարհի եզրին կայանված CAT 330D մակնիշի էքսկավատորին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել էր հրդեհ։ Այսքանը։ Հետո միայն պետք է պարզվեր, որ սովորական բախում չի եղել, որ մեքենան վերածվել է մոխրակույտի, որ մահացել է երիտասարդ տղա։ Թեպետ չունենք վթարի պայի կադրերը, սակայն դատելով ներկայացվելի կադրերից վթարի մասշտաբը դուք էլ եք հասկանում։ Չգիտեմ այս դեպքում ինչպես ասեմ, բարեբախտաբար թե դժբախտաբար, կարծում եմ ճիշտ կհասկանաք, սակայն բանն այն է, որ մոխրակույտի վերածված ящիկում գտնվել է 4 մարդ, 3-ի կյանքը փրկել հաջողվեց, իսկ ահա 28-ամյա Սերոբ Նորեյանի կյանքը ոչ, ահավոր է, ժողովուրդ ջան։ Էսա չէ։ Վիրավորներն էին մահացածի եղբայրը 33-ամյա Ստեփան Նորեյանը, 43-ամյա Արթուր Ղազարյանը եւ 35-ամյա Ռազմիկ Ադամյանը։ Մեր տեղեկություններով Ադամյանը աշխատում է Մեղրիի Մաքսատան 4-րդ բաժանմունքում որպես տեսուչ, իսկ Ղազարյանը նույն Մաքսատան նախաբազթողումնային հսկողության վարչության տեսուչ։ Թե ինչ էին անում շինարարության բիզնեսով զբաղվող Նորեյան եղբայրներն ու Մաքսատան աշխատակիցները նույն մեքենայում այլ հարց է։ Հայտնի էլ չէ, թե ով է եղել G500-ի ղեկին, սակայն փաստն այն է, որ մեքենան հաշվառված է եղել մեկ այլ անձի անունով, բայց մշտապես գտնվել է Ղազարյանի տրամադրության տակ։ Վերջում անդրադառնամ Նորեյանի հասակակից 28-ամյա Կարապետ Գրիգորյանի մահվան հանգամանքներին։ Երիտասարդ տղա, որը այդ հասակում, ինչպես պնդում են արտաշատցիները, բազմաթիվ մարդկանց կյանքեր է փրկել։ Բժշկականն ավարտելով անցել է աշխատանքի Արտաշատի բժշկական կենտրոնում որպես շտաբողջության բաժանմունքի հերթապահ բժիշկ։ Կարճ ժամանակ անց հաշվի առնելով նրա մարդկային եւ մասնագիտական որակները, նշանակել էին նույն բաժանմունքի վարիչ։ Ուներ 1 տարեկան տղա եւ նրա ընտանիքը սպասում էին երկրորդ զավակի ծնունդին։ Մի խոսքով ժողովուրդ ջան, տեղի ունեցածը շատ դաժան էր։ Հոսանքն եք անջատում։ Վերևով քաշեք թելել, այսպես վերևով քաշեք հանեք։ Զգոш, հետ գնա։ Դիր տեղը հեռախոսը։ Տեսնում եք վթարի կադրերը։ Շտաբողջության բրիգադը Գրիգորյանի գլխավորությամբ մեկնելիս է եղել մարզի գյուղերից մեկը, որտեղից ահազանգ են ստացել, թե մի երիտասարդ ինքնասպան է եղել։ Արտաշատ վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդի գյուղի վարչական տարածքում, սակայն նրանց մեքենային է բախվում գազելը եւ շտաբողջության մեքենան կողաշրջվում է։ Վթարի հետևանքով Կարապետյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահանում է, իսկ ինքն հոգի ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հետ գնա, լավ հետ գնա, աղբեր։ Տիա։ Հետ ընկեր։ Բարձես կմնացնի։ Ասում ես կանեմ, թող անի։ 3.5 տոննա է, 4 տոննա ոնց է։ Տրոսից հետ, որ քցեց։
Նայ, վտանգավոր է։ Չէ։ Հələ հետ։ Հələ շոֆերը դուրը։ Հետ։ Պարոն նախարար, սա է որորդ դեպքն է, շտաբողությունը գնում է կանչով դեպքի վայր, որոշ վայ վարորդներ չեն զիջում ոչ ձայնային ազդանշան, ոչ լուսային ազդանշան։ Չեք ուզում այս դեպքից հետո գոնե դիմել ազգային ժողովին, որպեսզի օրենքը խստացվի։ Ասում որ միայն խստացնելու խնդիրը չի ստեղ, այլ առհասարակ հանրության առջև պետք է այդ հարցը լինի բարձրացած, որ շտապօգնության մեքենան դա կյանք փրկելու եւ ինչպես նաեւ այսօր ցավալի դեպք տեղի ունեցավ նաեւ կյանքի գնով ուժօգնություն հասցնելու հնարավորությունը։ Աշխարհի տարբեր երկրներում քաղաքակիրթ հասարակության մեջ շտապօգնություն տեսնելիս բոլոր մեքենաները աճ պահելով կանգնում են եւ զիջում են ճանապարհը։ Չգիտեմ, թե երբ մեզանում կարմատավորվի օպերատիվ ծառայությունների մեքենաներին զիջելու ավանդույթը, բայց որ այս ամենը լավ բանի չի բերում, բազմից ենք համոզվել։ Քանի դեպք ենք ներկայացրել, երբ չեն զիջել մասնավորապես շտապօգնության մեքենաներին, ու հետևանքն եղել է այն, որ հիվանդին դեղ հասցնողներն են հայտնվել հիվանդանոցում։ Մինչդեռ չզիջող ու ոտքերը գազի սեղմակից չանող վարորդները պետք է հասկանան, որ Աստված մի արածց է, մի օր էլ շտապօգնության մեքենաներում կարող են լինել իրենց հարազատները, ու ոնց կզգան իրանց, եթե մեքենաները չզիջեն։ Ցավակցում են երիտասարդ շնորհալի բժշկի հարազատներին ու բարեկամներին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը ուղղամիտ լինենք, ճիշտ ապրենք եւ պաշտպանենք ճշմարտությունը։ Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս։ Կհանդիպենք հաջորդ կիրակի մարտի 29-ին ժամը 22-ին։ Աստված պահապան բոլորիս։